Աղուչը և բազմած պաշտի ինքնավություն և իր փողություն ունենաց։ Այս տեարյուն իմ նորով, որ հարագրծեր և բազմած հեղանի ինքնավություն և իր փողություն ունենաց։
Աստվածային և ամենայն սրբոց, և իցի շատակի սուրբ պատարակ աղաչը, Եվ արմավիրի թեմից բարեխնամ առաջնորդն Տերդը Սիոն սրբազան արքեպիսկոպոսն շնորհեցե մեզն երկայն ավոր ուղիղ վարդապետության Ահա
Հայաստան աշխարհիս և ժողովուրդս հայոց, զորացուցս և պահպանեցս համայնամս, ընթովանյալ ամենազոր աչոքով, իշինության, խաղաղության և անսասանության։
Դարձյալ երկնքի արքայությունը նման է արտի մեջ թաքնված գանձի, որ մի մարդ գտնելով նորից թաքցնում է և ուրախությունից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը և այդ արտը գնում։ Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, ահա մեծ պահքի այս շրջանին, երբ մեծ պահքի կիրակիները և նաև շաբաթ օրերի սրբոց տոները մեզ քայլ առ քայլ ամրացնելով, զորացնելով, ուժեղացնելով, կարծես փորձում են պատրաստ դարձնել Հարության մեծ տոնին, ահա հասել ենք հերթական արդեն բոլորիս կողմից սիրված մի կարևոր երեկոյին, կես գիշերվա հանգրվանին, երբ բոլորով միատեղվել ենք այս զորավոր եկեղեցու կամարներից ներս միասին տոնախմբելու Սեբաստիայի 40 մանուկների հիշատակությունը։ Ձեզանից բոլորը շատ լավ հիշում են Սեբաստիայի 40 մանուկներին, ովքեր քրիստոնեությունը դավանելու համար, Քրիստոսին հավատալու համար, Քրիստոսին հետևելու համար ուղիղ կես գիշերին նետվել էին սառը լճակը, որպեսզի իրենց մահը գտնեին։ Իրենց մեկ ճանապարհ թողնվել էր այնուամենայնիվ։ Պիտի դուրս գային լճակից, ընդունեին հեթանոսությունը, մերժեին Հիսուս Քրիստոսին և ֆիզիկական կյանք ունենան։ Սա էր Սեբաստիայի 40 մանուկների առջև, որ պատկերված էր այդ մթության մեջ։ Մարդիկ, ովքեր անձն էին առել Աստծուն քարոզելու, Աստծուն հավատալու, հանկարծ կանգնած էին փորձության առջև։ Եվ ահա 40 մանուկներ անկոտրում, անսասան իրենց հավատքի մեջ, նվիրումի մեջ, Աստծուն պաշտելու, ճշմարիտ Աստծուն հավատալու մեջ, անսասան մնալով ընդունում են փառքի պսակը և արժանանում երկնքի արքայությանը։ Եթե մեր այսօրվա շարականին, ճաշու շարականին ուշադիր եղաք, շարականագիրը հետաքրքիր ձևով ձևակերպել էր այդ լճակը իր ամբողջ տարածության մեջ։ Ասում է, Սեբաստիայի այդ լճակը դարձել էր երկրորդ Հորդանանը, որտեղ մեկ անգամ ևս Հիսուս Քրիստոս ինքը իջավ այդ մանուկներին ընդունելու, Աստված իջավ այդ մանուկներին բարձրանալու, իջավ այդ ջրերի մեջ Տեր Աստված ինքը, ինչպես Հորդանանի ջրերի մեջ իջավ։ Սիրելիներ, ես իմ քարոզի նախաբանին այսօրվա ավետարանից մեջբերում արեցի։ Ասում է երկնքի արքայությունը նման է թաքնված մի գանձի արտի մեջ, որը մեկ անձ գտնելով այն թաքցնում է և գնում իր ունեցածը վաճառում և գալիս այդ արտը նորից գնում է, որպեսզի այդ մեծ գանձը ունենա։ Մեզանից շատերին թվում է այս օրերում, թե Աստվածաշնչի խոսքերը և պատգամները, Աստվածաշնչի օրենքները պահելը չափազանց դժվար է։ Իրականում ոչ, սիրելիներ։ Աստվածաշնչի այս հատվածը դուք արդեն պահում եք այս պահին։ Սիրելիներ, ահա թաքնված գանձը, ահա շատերի աչքից այս մթության մեջ, այս կես գիշերի մեջ թաքնված այն գանձը, որտեղ մենք գտել ենք մեկս մյուսին, որտեղ մենք գտել ենք մեր Տիրոջը և մեր խաղաղությունը։ Զոհաբերությունը մեր ժամանակն է։ Վաճառել ենք մեր ժամանակը ամբողջ և գնել ենք այս պահը մեզանից յուրաքանչյուրի համար։ Ասում է Մատթեոսի ավետարանը, ամեն ոք, որ թողել է իր տունը, կամ իր եղբայրը, կամ իր քույրը, կամ իր հայրը, կամ իր մայրը, կամ կինը, կամ որդին, կամ արագարակը իմ անվան համար, հարյուրապատիկ պիտի ստանա և հավիտենական կյանքը
պիտի ժառանգի։ Սա Աստվածաշնչի երկրորդ պատգամն է Աստծուց մեզ։ Ասում է ամեն մարդ ով կթողնի իմ անվան համար իր տունը, իր ագարակը, իր քրոջը, իր եղբորը, իր հորն ու մորը ավելին կստանա, 100-ապատիկ ավելին կստանա եւ երկնքի արքայությունը կժառանգի։ Սիրելիներ, ահա Աստվածաշնչի երկրորդ հատվածը, որը դուք այս պահին պահում եք։ Դժվար չէ Աստվածաշնչով ապրելը, դժվար չէ Աստծո խոսքով ապրելը։ Շատերը կհասկանան, թե թողնել ծնողներին, քրոջը, մորը, եղբորը, տունը, ագարակը ուղղակի թողնել անտեսելով, ոչ սիրելիներ, այս պահին մեզանից շատերը ուղղակի թողել են այն ամենը, ինչ ունենք մենք այս եկեղեցուց դուրս։ Եկել ենք այստեղ մեր Տիրոջը գտնելու, մեր Աստծուն գտնելու, մեր խաղաղությունը գտնելու։ Ինչպես 40 մանուկները, որ թողել էին ամբողջ փառքը իրենց զինվորական կյանքի, աշխարհիկ կյանքի, մարմնավոր կյանքի ամբողջ փառքը մերկացել եւ նետվել էին սառը լճակի մեջ, որպեսի Տիրոջն ընդունեին, Աստծո փառքն ընդունեին։ Ահավասիկ սիրելիներ, այս պահը թերևս Աստծո խոսքի կենթանի մարմնացումն է։ Ձեզանից յուրաքանչյուրը եկել է հաստատելու Աստծո խոսքը։ Դժվար չէ Աստծո խոսքով ապրել։ Դժվար չէ 40 մանուկների համար։ Իրենք չէին տանջվում վստահաբար, իրենք չէին սառում այդ լճակի մեջ, իրենց մարմինները ցավ չէին զգում վստահաբար այդ սառնության մեջ, այդ դժվարության մեջ։ Ինչու՞, որովհետև Աստված էր իջել այնտեղ, ինչպես իջավ Հորդանանի ջրերի մեջ։ Այս գեղեցիկ օրը, երբ դարձյալ համախմբվել ենք այստեղ, այս սրբազան կամարների տակ, մեզ համար հատկապես ինձ համար եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երգչախմբի համար թերևս յուրահատուկ պատմական օր էր։ Ամիսներ առաջ, երբ ծառայության կոչվեցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, մեկ նպատակ կար, տեսիլք կար, այնտեղ կազմել երգչախումբ, որը պատրաստ կլինի ցանկացած տեղ, ցանկացած պահի երգելու Սուրբ Պատարագը։ Հավատացելոց երգչախումբ պիտի լիներ դա, հավատացյալներից կազմված, ովքեր պիտի հետ այսու գնան եւ Հայաստան աշխարհի այն եկեղեցիներում, որտեղ քիչ է պատարագարվում, իրենց հոգևոր երգեցողությամբ լցնեն, իրենց աղոթքներով լցնեն։ Եվ ահա Վասիկ Տիրոջ կամքով Սուրբ Հարության տոնին ընթառաջ մեր առաջին ուխտագնացությունն է այսօր թերևս այս կես գիշերին Սուրբ Հարություն եկեղեցի։ Եկել ենք Սուրբ Հարության տոնից առաջ Սուրբ Հարության այս զորավոր եկեղեցու օրհնությունը ստանալու, որովհետև գարունը նոր է բացվել, տարին մեզ համար իբրև ուխտագնացներ նոր պիտի սկսվի եւ մենք վստահաբար զորացած այսօրվանով, ավելի ամրացած, ավելի ուժեղացած պիտի շարունակենք մեր աղոթներով լցնել մեր երկրի Հայաստան աշխարհի բոլոր եկեղեցիները։ Այս առիթով ես իմ շնորհակալությունը ուզում եմ հայտնել մեր սիրելի երգչախմբին, ովքեր կամավորաբար, անտրտունջ, իրենց աշխարհիկ ժամանակը վաճառելով գալիս ու հոգևորն են գտնում եկեղեցու կամարների տակ։ Սիրելիներ, մենք այսօր նոր մեկ բան գտանք, նոր ուժը ստացանք այսօր այստեղ, այն ուժը կարծես, որը ստացան Սեբաստիայի 40 մանուկները։ Դուք էլ պայմանականորեն 40 եք, եւ վստահաբար այսօր Աստծո օգնությունը իջավ ձեզ վրա։ Սիրելիներ, ուզում եմ շնորհակալությունս ձեզ բոլորիդ հայտնել։ Այս եկեղեցին այս պահին լցնող ձեր 40-ին, բոլորդ եք 40 այսօր, բոլորդ եք թողել ձեր տուն, ձեր ընտանիք, ձեր հայր, ձեր մայր, քույր, եղբայր, ագարակ եւ գործ, ձեր քնելու ժամանակը, եկել եք իրական ժամանակը վայելելու, եկել եք հոգևոր ժամանակը վայելելու, այս աշխարհիկացած աշխարհում
նյութականացած աշխարհում մի պահ փորձել եք կտրվել աշխարհիկ հոգսերից, ֆիզիկական գործերից եւ գտնել հոգեվոր իրական խաղաղությունը եւ աստվածային ներկայությունը։ Ես իմ վերջախմբին հորդորել եմ պահք պահել, բայց այսօրվա աշխարհում պահքը մի քիչ փոխվել է նաեւ։ Ես իրենց հորդորել եմ համացանցի պահք պահել այսօր։ Շատ կարևոր է։ Փորձենք այսօր միջինքից շատ չի անցել։ Գոնե կեսն էլ մեր այս պահեցողության օրերի փորձենք համացանցից հեռու մնալ։ Աշխարհի թողուբոհից մի քիչ կտրվել, աշխարհի հոգսերից մի քիչ կտրվել, փորձել Աստծո հետ ավելի լինել։ Այն ժամանակը, որ Աստված տվել է մեզ ապրելու, ուրախանալու, երջանկանալու, պահքը պահելու, Աստծո հետ ապրելու, փորձենք այսօրվանից մեր կողքի մարդկանց տրամադրենք այդ ժամանակը։ Այսօր 1 ժամ մոտավորապես միասին նստած ենք։ Վստահաբար ձեզանից շատերը հեռախոս չեն վերցրել եւ ոչինչ չեն դիտել։ Այս պահը երջանիկ պահ էր։ Այս պահը Աստծով լցված պահ էր։ Ձեր աչքերը նորից փայլում են կարծես։ Ձեր հայացքը նույնիսկ փոխվել է մի պահ։ Ինչու՞, որովհետեւ միացել եք ձեր Աստծո հետ։ Գտել եք ձեր իրական հոգեվոր արժեքը, որը Աստծո հետ միավորությունը։ Այն նույն արժեքը, ինչ որ գտան Սեբաստիայի 40 մանուկները։ Ես այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Արմավիրի թեմի առաջնորդ Երաշնորհ Տեր Սիոն arքեպիսկոպոս Ադամյանին, ով իր օրհնությունը տվեց այսօրվա մեր ներկայության համար։ Իմ ծնողին, իմ հորը, Տեր Գեղամին, որ ամեն անգամ իբրև հոգատար հայր իր ձեռքերը մեծ պարզում է եւ մեզ եւ յուրաքանչյուր այստեղ եկող հայ հավատացյալի, ով գալիս է Աստծուն տեսնելու, ով գալիս է Աստծուն գրկելու եւ Աստծո հետ հաղորդակցվելու։ Թող Տերը օրհնի ամենքից, մեր բոլորի ուխտը թող ընդունելի լինի։ Այն ժամանակը, որ մենք տվեցինք Տիրոջը, ինչպես Տերը ինքն է ասում, ամեն մարդ, ով կթողնի իր տունը, իր եղբորը կամ քրոջը, կամ հորը կամ մորը, կամ կնոջը, կամ որդիներին կամ ագարակը, իմ անվան համար հարյուրապատիկ պիտի ստանա եւ հավիտենական կյանքը ժառանգի։ Այս եք դուք այսօր պահում, սիրելիներ, եկել եք հարյուրապատիկը ստանալու, Աստուծով զորանալու հարյուրապատիկ։ Եկել եք ապագային երկնքի արքայությանը ժառանգելու։ Տերը օրհնի ամենքիս, բոլորիս ուխտը թող ընդունելի լինի, թող հավեր օրհնյալ մնա այս եկեղեցին եւ մենք էլ Տիրոջ կամքով ամեն տարի գանք եւ մեր ուխտը նորոգենք, 40 մանուկներով զորանանք, միմյանցով զորանանք, ուժեղանանք եւ լինենք իրական հոգեվոր ներկայություն համայն մարդկության մեջ։ Տերը զորացնի ամենքիս։ Ամեն։ Եվ ուրմը ամարտակացայն բարբարով անալս բերանս մեր, կարթալս կես եկնավորս հայ, երկել և ասել։
եւ հատ, հավիտյան, ամեն, խաղաղություն, ամենեցում,
Հաշիմիչիմելու, սայեկյանք, հույս, հարություն, խաղություն և թողություն մեհած, սաղմոց ասացեք, յարնասուսոմերում, սաղմոց ասացեք, երկնավոր թակավորից մերում անմահից, որ նստի քարս գերով է ական։
Թագավորած Քրիստոնեից և զինվորյալ մանկանց նոցա և ամենայն ժողովրդյան։ Ամեն։ Եվ ամենայն դուր բարիք և ամենայն պարգև կատարյալ կիվերուստենի ճարարիք են, որ ես հայր ուսո, և կեզ բայել է պարկ, իշխանություն և բադիր, այժմ և և ավիտյան սավիտենից ամեն։ Եվիցյանուն դյարնորդյալ, այսմ է դեմ ինչև հավիտյան։ Որդնյալ է ասպատ։ Եվիցյանուն դյարնորդյալ, այսմ է դեմ ինչև հավիտյան։ Ովյալ է ասպատ։
Եվիցիոն դիանով դյալ այսմեդը մինչև Հարավորյալ է Աստված, եղիցի և եղիցի, կատարում օրինակ և մարգարեի, դու ես Քրիստոս, Աստված բրտիչ մեր, որը ձերս մեզ ամենայն հայրական տնունության քո, իսկ ևս մեզ հոգովըտ քո սրբով։ Եվ ևս խաղության ուստեր ավաչեցում կնկարկեց զոյև Օրություն և պարկոր և որդխոյ այժմ և իշտ և հավիդյանս միասին երկեն բանարս։ Պահպանիչ և ույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, պահիր և որդիր ըս հավատացյալ ժողովուրդս ազգս հայոց եկեղեցին Հայաստանյայց և հայոց բանակն ընդուվանյալ սուրբ և պատվական խաչիվտքոյ խաղաղության
Ֆրիգազը երևելի եւ աներևույթ տշնամբույն արժանավորյա գոհությամբ վարավորել ըստ հայր եւ զորթի եւ սուրբ ոգիտ այժմ միշտ հավիտյանս հավիտենից գիշերային այսօր եւ անմահ պատերակի օրդին ես ինչ իմ խոսքին անդրադառնալը ուզում մի այսպիսի մտահղացում եղավ ինձ մեջ երբ Գրիգոր Լուսավորիչ խորվիրապում էր 4-րդ դասի հրեշտակը միշտ այցելում էր իրեն մեկ անգամ չի այցելում եւ ասում է ինչի չէ եկել եւ ասում է այդ օրը մեր հրեշտակների դասի տոնախմբման օրն էր այն օրը որ Հիսուս մուտք էր գործել 4-րդ դաս 5-րդ մինչեւ 9-րդ դաս եւ ահա ես կարծում եմ որ ամեն տարի այս օրը 40 մանուկները այսպես մեզանից ավելի շատ իրենց երկնային բնակարանից անհամբեր սպասում են երբ պետք է գան Սուրբ Հարության եկեղեցում մասնակիցնելու Սուրբ եւ անմահ պատերակի խորհուրդները հիմա իրեն գնալու են ես երկնային բնակարանները ինչպես մենք մեր երկնավոր երկրային բնակարանները ես գնալուց առաջ մենք մի խնդրանք ունենք Տիրոջ մոտ բարեխոսքն են առաստված մեր բոլորի ընտանիքների առողջության, սեր միաբանության հայոց աշխարհի եւ ամենակարևորը խաղաղության հայոց աշխարհի այս ալեկոծված ժամանակաշրջանում։ Եվ ես ուզում եմ հատուկ Սուրբ Հարության եկեղեցու հոգևոր դասյանից եւ ձեր բոլորի անունից խորին շնորհակալություն հայտնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր դասին արժանապատիվ Տեր Հովհաննես քահանային, որ իմ ավագ որդին է, որ այս գեղեցիկ դրված դասն է կազմակերպել հրաշալի իրենց աստվածային ձայնով եւ անուններով մեր արժանապատիվ Տեր Մոտեցյա քահանային, որ հրաշալի պատարակով լեցրեց այսօր մեր սրտերն ու հոգիները աստվածային լույսով։ Աստված օրհնի եւ ասեմ, որ ձեր դրված դասը հրաշալի է։ Միայն մի բան կար այստեղ, ես կարծում եմ մեր 40 մանուկները, որ իշխում են ամեն տարի այստեղ, կզարմանան այս ինչ նոր դեմքեր են եկել։ Ինչ լավ է, որ եկան, որքան լավ հավատացյալներ են եկել, իրենք էլ ավելովից մենք պետք է ուրախանանք։ Տարեք այսօրվա օրհնություն ձեր օջախներից ներս։ Գնաց է հայ ժողովուրդը, երևի 90%-ը հանգստանում է օրվա վազքերից, Եզերքը բացում եք ես գիշերին և մենք աղոթք ենք անում մեր ամբողջ ազգի խաղաղության ու սեր շնորհակալություն ձեզ բոլորին և մեր հավատացյալ ժողովրդին, որ եկան այսօր և արժանապատիվ Տեր Հովհաննես քահանան իր հրաշալի քարոզով լեցրեց էլ ավելով մեր սրտերը աստվածային հույսով և ավետիսով և օրհնությամբ։
Այս զետերեն տարեք ձեր օջախները, հավատքով մանանեխի նման, արեք օրդություն թողերի ձեր օջախներներ, այժմ և արիդյանը, Այ